Այդպես մենք ձեզ հետ շարունակում ենք քննարկել Շիմոն Բաղավատամը եւ այս պահին ուսումնասիրում ենք նրա 3-րդ երկի 3-րդ գլուխը։ Մենք տեսնում ենք, որ Ութավան ինքը հիմա կարոտով լցված խոսում է Վիդուրայի հետ եւ հիշում է Գերագույն Աստծո անձնավորության Տեր Շի Կրիշնայի գործողությունները, որոնք ինքը կատարել է, երբ 5000 տարի առաջ գտնվում էր մեր մոլորակի վրա։ Տեքստերը իրանք հոգեբանական տեսանկյունից բավականին բարդ են, անպատրաստ մարդու համար սա Գերագույն Աստծո անձնավորության պատկերացումների հետ կապված, ռուսերեն կասեինք, ռազրիվ շաբլոնը, այսինքն բոլոր մեր այն պատկերացումները, որը մենք ունենք, թե ինչպիսինը պետք է լինի Աստված, մենք տեսնում ենք, որ արիացիների տեսությունը ինքը այսպես էլի 180 աստիճան հակառակ, ուրեմն ինչ որ դրսևորումներ է ներկայացնում, չէ՞, եւ իհարկե այդ ամեն ինչը ինքը շատ խոր է հասկանալու, շատ խորքային քննարկելու թեմա է եւ մենք ժամանակի ընթացքում կամաց-կամաց այդ ամեն ինչի շուրջ շատ հանգամանորեն կխոսենք։ Բայց այս պահին մենք ձեզ հետ լսում ենք շատ բարձր մակարդակ ունեցող մի նվիրալի, որը ինքը Գերագույն Աստծո անձնավորության մտերիմ ընկերներից մեկն է հոգևոր աշխարհում, անասելի սիրով է կապված Գերագույն Աստծո անձնավորությանը եւ հիմա ներկայացնում է, թվարկում է այն ամենը, ինչ որ, ինչպես ինքը ասեց ամենասկզբում, ինչ որ իրեն զարմացնում էր։ Եթե հիշում եք, մենք ամենասկզբում քննարկեցինք, չէ, որ երբ որ մաքուր նվիրալները իրենք գալիս են նյութական աշխարհ, Գերագույն Աստծո հատկապես, երբ որ գալիս են Գերագույն Աստծո անձնավորության հետ միասին, իրանց այստեղ մի քանի սյուրպրիզներ են սպասում։ Առաջի սյուրպրիզը ինքը կայանում է նրանում, որ ազնվորությունը, այդպիսի ազնվորությունները իրանք տեսնում են, թե նյութական աշխարհի ապրողները ինչպես են վերաբերվում Աստծուն։ Որովհետև մենք պետք է հասկանանք, որ հոգևոր աշխարհում Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը այնտեղ ապրող կենդանիակներին այսպես մեկ գիտակցությամբ մեկուսացված է պահում նյութական աշխարհից։ Նրանք այսպես էլ ինչ-որ ծիարիցի շիսկի մի թեթև լսել են, որ կա ինչ-որ մի հատ նյութական աշխարհ, որտեղ որտեղ ապրում են այն կենդանիակները, որոնք, ասենք, ինչ-որ բան Գերագույն Աստծո անձնավորության կարծիքի կամ նրա վերաբերմունքի հետ համաձայն չեն եւ այլն, բայց իրանց համար դա թեորիա է։ Այսինքն մենք, եթե հիշում եք, դրա մասին խոսել ենք, չէ՞, որ այնպես թեորիա է մեր համար հոգևոր աշխարհը, չէ՞, Բակտիվնոտ Թակուրը մի շատ հետաքրքիր նախադասություն էր ասում։ Ինքը ասում էր. ինչպես նյութական աշխարհում հոգևոր աշխարհը ներկա է իր բացակայությամբ, նույն կերպ հոգևոր աշխարհում նյութական աշխարհը ներկա է իր բացակայությամբ։ Այսինքն բոլորը խոսում են նրա մասին, որ կա ինչ-որ մի հատ ուրիշ աշխարհ, բայց ոչ մեկ չի պատկերացնում իրականում վերջնականում, թե այնտեղ ինչ է կատարվում։ Տեսեք, օրինակ ասենք, մենք ձեզ հետ ապրում ենք նախանձի աշխարհում, չէ՞։ Եվ մեզ համար շատ հասկանալի են եւ նախանձը, եւ տրփանքը, այսինքն կրքերը, դրական թե բացասական։ Ու երբ որ մենք օրինակ խոսում ենք մաքուր սիրո մասին, իրականում ես շատ քաչ դա գիտակցում եմ, իրականում ոչ մի կենդանիակ նյութական աշխարհում ապրող ինքը չի կարողանում պատկերացնել ինչի մասին է խոսքը, որովհետև իր ներքին աշխարհում ցանկացած շարժում, ցանկացած տատանում ընդհանրապես հենված է էգոիզմի վրա, որտեղ կենդանիակը ինքը կարևորում է իր զգացմունքային աշխարհը, իր երջանկությունը, թե ինչ է զգում ինքը, հասկանում եք, եւ այդ գաղափարը, որը թվում է, որ հնչեցրել են ոչ արիացիները, չէ, որ ամեն պայմանավորված հոգու համար ինքն է աշխարհի կենտրոնը, իրականում դա արիացիները ներկայացրել են այդ հոգեբանությունը ամենասկզբում, երբ որ խոսել են նրա մասին, որ նյութական աշխարհը դա էգոիստների աշխարհն է, այսինքն եսակենտրոն։
անձնավորությունների աշխարհն է, չէ՞։ Եվ տեսեք, ասենք, ինչքան ուզում եմ մենք խոսենք մաքուր սիրո մասին, ինչքան ուզում է դերասանություններ անենք, որ մեր սրտի մեջ կա մաքուր սերը, իրականում մենք չենք կարողանում դուրս գալ, հա, չենք կարողանում դուրս գալ կենտրոնացված եւ տարածված էգոիզմի սահմաններից։ Այսինքն, մենք կամ լինում ենք բացարձակ էգոիստներ եւ դա նշանակում է, որ ընդհանրապես անտարբեր ենք բլացած բոլորի հանդեպ, ընդհանուր մինչեւ մտերիմ բարեկամները, չէ, երեխաները, ամուսինները, ծնողները եւ այլն, չէ, եւ կամ արդեն տրված ենք տարածված էգոիզմին, որտեղ մեզ համար, ասենք, մենք այդպես էմոցիոնալ կապվածություն ունենք բաներին, ասենք, այն ամենին, ինչին, որ մենք կապված ենք։ Մաքուր սիրո տրամադրություններից դա, այսպես էլի, անդունդ է, այնքան տարբեր մոլորակներ են ընդհանրապես այդ տրամադրությունները։ Եվ մենք երբեք, այնչքան էլ ուզում է ճիքեր գործադրենք, երբեք էգոիստական գիտակցությունը ինքը չի կարող պատկերացնել, ինչպես է, ասենք, ինչպես է կազմավորված, ինչի հիմքի վրա է գործում հոգևոր աշխարհը, որը հենված է մաքուր սիրո վրա, ինչ է դա ընդհանրապես նշանակում։ Եվ որովհետև մենք չենք կարողանում դա պատկերացնենք, չէ՞, նյութական աշխարհում այն մարդիկ, որոնք իրանք հավակնություն ունեն, որ իրանք մաքուր սիրո մեջ հաստատված են, չէ՞, իրենք ձևացնում են այսպիսի մի բան, որ իրանք սիրում են արատավոր մարդկանց։ Սա իրականում ահավոր սխալ գաղափար է։ Եթե մաքուր սիրո հիմքի վրա կենդանեակները սիրեին արատավոր կենդանեակներին, նյութական աշխարհ արարելու ոչ մի անհրաժեշտություն չէր առաջանա։ Բայց մենք տեսնում ենք, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ակնթարթորեն անմիջապես ընդհանրապես կտրում է կենդանեակի գիտակցությունը հոգևոր աշխարհից։ Չէ՞, ինչու եմ ես այս ամեն ինչը քննարկում, որովհետև մեզ համար այդ ամեն ինչը շատ դժվար է պատկերացնել եւ դա է պատճառը, որ ասենք շատ հաճախ հետազոտողները իրենք ուղղակի սահմանափակվում են նրանով, որ դե հա, եթե նույնիսկ դա Վիշնուի բանավորումներ, այլ ոչ թե նախասկզբնական Գերագույն Աստծո անձնավորությունը, ինքը ուղղակի եկել է մարդկային կերպարանքով եւ ցույց է տվել մարդկային կյանքը, ոչ ավել։ Եվ այդտեղ իրականում մարդկությունը գաղափարախոսության կրոնական գաղափարախոսության տեսանկյունից ահռելի կորուստ է ունենում։ Բայց մենք տեսնում ենք, որ այդ երևույթը ինքը տարածված է աստվածամեժության դարաշրջանում, ինչպես հոգևոր դաշտում, այնպես էլ նյութականում, ինչպես հոգևոր դաշտում, այդպես էլ գիտական դաշտում, արվեստի դաշտում, այսինքն բոլոր դաշտերում իրականում ազնվորությունների համար այդքան էլ հետաքրքիր չի ճշմարտությունը։ Իրականում ահավոր քիչ են այն հոգևորականները կամ այն գիտականները, որոնց հետաքրքիր է ճշմարտությունը կամ քաղաքական գործիչները, իրանցից շատերը մեծամասնությունը, եթե կարելի է այդպես ասել, չէ, մեծամասնությունը շահագրգռված են, թե ինչով է, որտեղից են իրենք հայթայթում իրենց ամեն օրվա հացը։ Եվ սա ինքը ոչ այնպիսի թեմա է, որի համար կարելի է ազնվորությանը մեղադրել, բայց ոչ էլ այն թեման է, որի վրա կարող ենք աչք փակել։ Այսինքն մենք պետք է առանց մեղադրելու գիտակցենք իրականությունը եւ հասկանանք, որ ամեն մարդ ինքը ունի իր բանը, իր ընտրության հնարավորությունը։ Հասկանում եք։ Եվ որ ինչու եմ համարեմ ես այս թեման բացում, որովհետև մենք հիմա ձեզ հետ ուսումնասիրում ենք Ութավայի տեքստերը։ Այն տեքստերը, որը Ութավան ինքը արտաբերում է հիմա, չէ, սա մաքրամաքուր նվիրալի, ուրեմն տեքստերն են, որտեղ եթե հիշում եք, ինքը ամենաառաջի հերթին ասեց, որ երբ որ ինքը հիշում է Գերագույն Աստծո անձնավորության գործողությունները եւ նրա կյանքը, որ ինքը վարել է, եւ որ ինքը գտնվում էր մարդկային հասարակության մեջ մեր մոլորակի վրա, իրեն զարմանք են պատճառում։
չէ, եւ ինքը ինչ ասեց, ինքը ասեց, որ ինձ զարմանք է պատճառում այն հանգամանքը, որ նյութական աշխարհում գերագույն Աստծո ազնվորությունը ինքը խոնարհ կերպով կարող է ընդունել, ասենք, բանի էլի, նվազ դիրք, հիշում եք Ուգրասենայի մասին, չէ, ասեց, եւ ինքը Ուգրասենային որպես արքա դիմում էր, որ թույլ ես քեզ ներկայացնեմ իրավիճակը։ Հասկանում եք, չէ՞, այսինքն Եվութավային դա խիստ զարմացնում էր։ Իհարկե, երբ որ նյութական աշխարհ են գալիս մաքուր նվիրալները, իրենց այստեղ շատ մեծ սյուրպրիզներ են սպասում։ Երբ որ իրենք գալիս են նյութական աշխարհ, իրենք իրականում չեն պատկերացնում, թե իրենք ինչ աշխարհ են գալիս։ Բաքսիվենոտ Թակուրը ինքը շատ մի գեղեցիկ այդպիսի արտահայտություն ունի, ինքը խոսում է նրա մասին, որ նախադասությունը հնչում է այսպես. Ինչպես հոգևոր աշխարհը ներկա է նյութական աշխարհում իր բացակայությամբ, այդպես նյութական աշխարհը ներկա է հոգևոր աշխարհում իր բացակայությամբ։ Այսինքն ինչի մասին է խոսքը։ Խոսքը գնում է նրա մասին, որ օրինակ տեսեք նյութական աշխարհում չկա երևի այդպիսի մարդ, որը չի լսել հոգևոր աշխարհ բառակապակցությունը։ Բայց հոգևոր աշխարհը ինքը ընդհանրապես չի ընկալվում նյութական զգայարաններով, չէ՞։ Եվ դրա համար, այո, բանական մարդիկ իրենք ասում են, որ հավատալ, որ կա հոգևոր աշխարհ, դա սենտիմենտալիստների գործն է։ Այստեղ ես ուզում եմ ձեր ուշադրությունը գրավել կվանտովի ֆիզիկների վրա, հա, որոնք իրենք սենտիմենտալ են համարում հոգևոր մարդկանց, որտեղ հոգևոր մարդիկ ասում են կա հոգևոր աշխարհ, եւ հենց անմիջապես իրենք առաջ են քաշում զուգահեռ աշխարհների գաղափարը։ Իսկ ինչ է դա, եթե ոչ այդ նույն գաղափարը։ Բայց երբ որ դա ասում է կվանտովի ֆիզիկը, դա ոչ թե հավատ է, այլ գիտություն։ Եվ դրան պետք է վերաբերվել շատ լուրջ։ Այո, կա, ուրեմն հայրացիները իրենք ասում են, հիմա հաստատվելու է ոսկե դարաշրջան, հա, մարդիկ իրենք արհամարում են այդ գաղափարը եւ ասում են, դա սա հոգևոր մարդիկ են էլի խոսում են էլի իովականները մշտական խոսում են, որ աշխարհը հիմա վարի է գնալու, բան նվիրալներն էլ ինչ-որ այդպես խոսում են, որ բան այսա ոսկե դարաշրջան է, չէ՞։ Բայց երբ որ այդ նույն գաղափարի մասին խոսում են կվանտովի ֆիզիկները, որոնք իրենք ասում են կվանտովի սկաչոկ բուջիտ, այ հիմա էդի տեղի է ունենում, մենք հիմա բոլորս դրա մասնակիցներն ենք, գիտակցությունն է փոխվելու, այնինչ, նույն գաղափարն է բացարձակապես։ Բայց երբ որ դա ասում են կվանտովի ֆիզիկները, չէ, բոլոր նրանք, ովքեր իրենց համարում են խելացի, իրանք գնում են այդտեղ, այսա կարելի է ընդունել, ինչու դա գիտնականներն են ասում, հաճախականություն է փոխվում, բայց էությունը բացարձակապես նույնն է, եւ հիմա այստեղ չեմ կարող չասել էլի, եւ այդ գաղափարը առաջինը ասել են հոգեվորականները, արդարությունը, բան է էլի, արդարությունը պետք է իրավունք տալ ապրել։ Հիմա, սիրելիներս, չէ, եւ ասենք, հիմա մենք ձեզ հետ կարդում ենք այնպիսի տեքստեր, որտեղ մաքուր նվիրալը ինքը իր զարմանքն է արտահայտում։ Ինչու, որտեղ երբ որ ինքը գալիս է հոգևոր աշխարհից նյութական աշխարհ, չէ, ինքը այնտեղ լսել էր հոգևոր նյութական աշխարհի մասին։ Եվ ոնց որ ասենք մենք նյութական աշխարհում, երբ որ խոսում ենք հոգևոր աշխարհի մասին, երբ որ խոսվում է նրա մասին, որ հոգևոր աշխարհի հիմքը դա մաքուր սերն է, մենք ոչ մի կերպ չենք կարողանում պատկերացնել ինչի մասին է խոսքը, չէ՞։ Եվ ինչքան էլ ինչ բառերով էլ ուզում է ես փորձեմ բացատրեմ, բայց հենց որ ես ասում եմ Տեր Կրիշնան ուներ 16000 կին, կամ հենց որ հիմա Ութավան ասեց ինքը ուներ ամեն կնոջից 10 տղա, չէ՞, ցանկացած մարդու բան մտքով անմիջապես անցնում են սեռական հարաբերությունները։ Իսկ Կրիշնայի եւ իր հասնացուների միջև սեռական հարաբերություններ չկան։ Հիմա կասեք, բա ինչպես ծնվեցին այդ երեխաները։ Ես էլ կհարցնեմ, իսկ ինչպես ծնվեց Հիսուսը։
Պարզ հասարակ հարց։ Հասկանում եք, չէ՞։ Եվ այո, իհարկե, ագրեսիվ աթեիստները իրենք ասում են Հիսուսը, Մարիամը ինքը ոչ մի սուրբ էլ չէր, ինքը ուրեմն ամուսնությունից դուրս հարաբերություն էր ունեցել եւ այդ միամիտ անմեղ բանին, հովիվին համոզեցին, որ այդ երեխան Աստծուց է։ Եվ այո, պրագմատիկ մտածելակերպը, այդպես նյութին կապված մտածելակերպը նորմալ է, որ ինքը այդպեսին է։ Եվ մենք չենք կարող մտածել, որ իրանք վիրավորանք են հասցնում։ Իրանք ուղղակի տրամաբանություն են փնտրում, չէ՞։ Բայց իրանք ոչ մի կերպ չեն կարողանում հասկանալ, որ եթե Աստված կա, ինքը նյութական տրամաբանությունից դուրս է, չէ՞։ Ինքը նյութական տրամաբանությունից դուրս է եւ կներեք ինքը նյութական տրամաբանությունից դուրս է եւ այդ ուրեմն բանի մեջ բացարձակապես կարող է դրսևորել ցանկացած միստիկական հնարավորություն։ Եվ արիացիները դիմելով Գերագույն Աստծո անձնավորությանը հենց այդպես էլ ասում են իրեն դու Յոգեշվարը ես, այսինքն բոլոր միստիկական ուժերի գլխավոր վայելողը, գլխավոր ղեկավարը։ Այսինքն ինչքան որ գերբնական երևույթներ կան, դրա սկզբն աղբյուրը Գերագույն Աստծո անձնավորությունն է։ Եվ մենք արդեն ձեզ հետ մի անգամ քննարկել ենք, որ իր հետ կապված հարցը, այսպես որ չի կարող պատահի, դա անհետեցություն է, որովհետև Աստված ինքը կարող է անել ամեն ինչ։ Այդ ինչ որ ինքը հարմար գտնի, ինքը դա կարող է իրեն թույլ տալ, որտեղ ինքը ամենազոր է։ Հասկանում եք։ Եվ հիմա տեսեք, ասենք, չէ՞, այդ տեսանկյունից մենք տեսնում ենք, որ ինչպես նյութական աշխարհում կենդանիակները չեն կարողանում պատկերացնել ինչ է նշանակում ապրել մաքուր սիրո հիմքի վրա, չէ՞։ Եվ եթե նույնիսկ մեր ժամանակներում շատ լայնատարած է այդ երևույթը, չէ՞, որ երբ որ ազնվորությունները իրենք, ասենք, բան են անում, ասենք խոսում են մաքուր սիրո մասին, խոսում են նրա մասին, որ իրենք հաստատված են մաքուր սիրո մեջ, չէ՞, բայց երբ որ մենք մի քիչ ուշադիր ենք նայում, մենք տեսնում ենք, որ իրենք ցուցաբերում են նյութական պայմանավորված վիճակի սիմպտոմներ։ Որոնք են նյութական պայմանավորված վիճակի սիմպտոմները։ Մենք տեսանք, որ ըստ արիացիների դա կամ կոնցենտրացված էգոիզմն է, կամ տարածված։ Նյութական աշխարհը դա էգոիստ կենդանի էակների աշխարհն է։ Եվ քանի դեռ կենդանիակը իրականում իր սրտի մեջ ունի էգոիզմ, չէ՞, ընդամենը բան է պետք էլի, ընդամենը պետք է գիտելիք ունենալ, որպեսզի կարողանաս ստույգ ուրեմն որոշել, թե ազնվորությունը ինքը գտնվում է տարածված էգոիզմի շրջանակներում, թե գտնվում է մաքուր սիրո մեջ։ Մաքուր սիրո հետևորդները իրենք շատ հաճախ խոսում են նրա մասին, որ իրենք սիրում են արատավոր կենդանի էակներին։ Մենք տեսնում ենք, որ արիացիները իրենք այդ գաղափարը не поддерживают, էլի, չեն աջակցում այդ գաղափարին, չէ՞։ Իրանք ինչ են ասում։ Տեսեք, ասենք, իրենց ներկայացվածով չէ ստացվում է, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը այսպես շատ խիստ անմիջապես ակնթարթորեն անջատում է նյութական հոգևոր աշխարհից այն կենդանիակի գիտակցությունը, որը մտավ էգոիստական տրամադրությունների մեջ։ Հասկանում եք, ինչու է ինքը այսինքն ինքը մեկուսացնում է։ Եթե մաքուր սիրո հիմքի վրա կենդանի էակները պիտի սիրեին արատավոր կենդանի էակներին, ոչ մի անհրաժեշտություն չկար ստեղծել նյութական աշխարհը։ Բայց նյութական աշխարհի գոյությունը փաստ է։ Հասկանում եք։ Եվ դա նշանակում է, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը սկզբունքորեն համարում է։ Հասկանում եք, որ մաքուր սիրո հիմքի վրա կենդանի էակները պիտի շփվեն իրար նմանների հետ։ Այսինքն իրանք են, որ արժանի են մաքուր սիրո։ Իսկ նրանք, ովքեր էգոիզմի հիմքի վրա են,
իրանք մաքուր սիրո արժանի չեն։ Հիմա, բա ինչի են արժանի։ Եվ մենք տեսնում ենք, որ եւ Գերագույն Աստծո անձնավորությունը եւ նրա մաքուր նվիրյալները այդ մաքուր սիրո հիմքի վրա, մաքուր սիրո վրա հենվածները իրենք նյութական աշխարհ են գալիս կարեկցանքից։ Այսինքն գալիս են, կա այդպիսի մի խոսք, որը ճիշտ ասած ես չեմ սիրում, որտեղ միշտ այդ խոսքը այնպիսի իմաստով է օգտագործվում, որ միանգամից այսպես շանտահար է լինում, բայց դա է էությունը։ Իրենք գալիս են այստեղ քարոզելու։ Հասկանում եք, այսինքն կենդանիակներին հոգևոր կյանքի մեջ հաստատելու։ Ինչու համար, որտեղ իրենք մասնակիցներն են։ Իրենք այդ մաքուր սիրո կրողներն են, հասկանում եք, եւ իրենք կարող են պատմել։ Իրանք գալիս են, հիմա Ութավան, երբ որ ինքը եկավ նյութական աշխարհ, ինքը ինչի հանդիպեց։ Ինքը հանդիպեց մի հատ իր համար սարսափելի իրականության, չէ՞, որ Գերագույն Աստծո անձնավորությունը կարող են հայհոյել, որ Գերագույն Աստծո անձնավորությունը կարող են ատել, որ իրան կարող են նախանձել, իրան կարող են արհամարել, չէ՞։ Որ ասում են աչքերը զարմանքից դուրս էր եկել Օթավայի, հասկանում եք, որտեղ իրանց համար Գերագույն Աստծո անձնավորությունը իրանց շունչն է, իրանց կյանքը, իրանք մաքուր սիրով սիրում են մաքրամաքուր կենդանի էակին, չէ՞։ Եվ երբ որ իրանք գալիս են նյութական աշխարհ, եւ իրանք տեսնում են, որ տգետները կարողանում են նույնիսկ Աստծո մեջ թերություններ գտնել, չէ՞։ Հասկանում եք, իրանք իհարկե շոկ են ապրում։ Եվ Ութավան ինքը հենց այդ իր զարմանքն է հիմա արտահայտում ամեն մի տեքստով, որ այստեղ, օրինակ ասենք հիմա ինքը ասում է, Տեր Քրիստոսն ինքը սպանեց Տարակասուրին։ Այդ ինքը ինչ էր տեսնում։ Ինքը տեսնում էր մի անձնավորության, որը թշնամաբար է վերաբերվում Աստծուն։ Եվ իրանց միջև ինչ որ պատերազմ տեղի ունեցավ, եւ բնական է, որ Գերագույն Աստծո անձնավորությունը հաղթեց։ Հասկանում եք, չէ՞։ Եվ ուրեմն այս տեսանկյունից Ութավան ինքը հիմա մեզ հնարավորություն է տալիս, որ մենք օգտվենք այդ առիթից եւ մի թեթև զրույց ձևաբանենք, կազմակերպենք հենց կոպիտ իմինը Աստծո մասին, որովհետև հիմա արդեն որ սկսեցին պատմությունները, մենք հիմնականում գործ ենք ունենալու Գերագույն Աստծո անձնավորության այն մարմնավորումների հետ, որոնք իրենք ինչ որ աշխատանք են տանում նյութական աշխարհում, որպեսզի ապահովեն հոգևոր կյանքը եւ պաշտպանեն այն, չէ՞։ Գործ ենք ունենալու հիմնականում գերհոգու հետ, այն մարմնավորումների հետ, որոնք նախատեսված են նյութական աշխարհի համար, եւ գործ ենք ունենալու ուրեմն իմպերսոնալ բրահմանի հետ կամ արարչի հետ, Վիշնուի հետ։ Հասկանում եք։ Իսկ այդ նախասկզբնական Գերագույն Աստծո անձնավորությունը, որը ինքը իր երանության մեջ խորասուզված իր մտերիմ նվիրյալների հետ երանելի կյանքով միշտ ապրում է հոգևոր աշխարհում, մենք իր մասին հնարավորություն ենք ստանալու լայնածավալ զրուցել 10-րդ երկի սահմաններում։ Հասկանում եք, այսքան բավականին երկար ճանապարհ ունենք անցնելու, դրա համար իհարկե ես ոչ մի առիթ բաց չեմ թողնելու այսպիսի տեքստերը օգտագործել, որպեսզի մենք մի քիչ խոսենք որպեսզի մենք մի քիչ խոսենք Աստծո հմայքի մասին։ Եվ ուրեմն մեր երեկվա տեքստերը եւ այսօր տեքստերի շարունակություններ, այսինքն երեք մենք ձեզ հետ քննարկեցինք, որ Նարակասուրը ինքը ուրեմն ինքը դեմոնական անձնավորություն է, բոլոր դեմոնները իրանք ներկայացնում են կենդանեակի սրտի մեջ գտնվող նյութապաշտական գաղափարները։ Եվ ուրեմն որոնք իրենք աղտոտվածությունն է դա սրտի նյութապես, որոնք իրենք խոչընդոտներ են հոգևոր զարգացման համար եւ այդ գաղափարները կամ այդ կենդանեակի կողմից ընդունված սկզբունքներն են, որ տարածություն են ստեղծում կենդանեակի եւ Աստծո միջեւ։ Հասկանում եք։ Եվ Բագավատամը առաջի 9 երգերով
ներեցեք, նախատեսված է նրա համար, որպեսզի այ վերանցնի այդ գաղափարը, այդ արատները, որպեսզի կենդանիակը վերականգնի իր հոգու մաքրությունը եւ միայն դրանից հետո մոտենա 10-րդ երգին, այսինքն արդեն այսպես էլի շատ լուրջ զբաղվի նրանով, որպեսզի վերականգնի իր հավերժ հարաբերությունները Գերագույն Աստծո անձնավորության հետ։ Ուրեմն, երբ որ նյութական աշխարհ են գալիս մաքուր նվիրալները, իրանք այստեղ իրենց այդ շատ զարմանալի իրականությունն է սպասվում, որ իրանք տեսնում են, որ կենդանիակները կարող են թշնամաբար վերաբերվել Աստծուն։ Եվ սա իրենց համար իհարկե շոկային իրավիճակ է։ Հիմա, սիրելիներս, եւ ուրեմն մենք երեք կանգնեցինք այդ տեքստի վրա, որտեղ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ազատագրեց ուրեմն բաներին, արքայադաստրերին, չէ՞։ Եվ ես կարդամ մեր այսօրվա տեքստերը ու մենք շարունակենք մեր քննարկումները։ Շիմոն Բաղավատամ 3-րդ երգ, 3-րդ գլուխ, տեքստեր 7-րդից։ Տեսնելով Տիրոջը, բոլոր տառապյալների ընկերոջը, արքայադստրերը, որոնց առևանգել էր դարակասուրան եւ ովքեր տանջվում էին դեմոնի պալատում, նրան ընդառաջ գնացին։ Աղերսող, ուրախ եւ ամաչկոտ հայացքներ նետելով Տիրոջ վրա, նրանք խնդրեցին նրան ընդունել իրենց որպես կին։ Տերը յուրաքանչյուր արքայադստերը տեղավորեց առանձին պալատում եւ իրեն տարածեց բազմաթիվ կերպարներով ստեղծելով իդեալական զույգ նրանցից յուրաքանչյուրի համար։ Ապա իր ներքին զորությամբ նա միավորվեց նրանց հետ ամուսնությամբ, կատարելով համապատասխան հարսանեկան արարողություններ։ Ցանկանալով դրսևորել իր տրանսցենդենտալ անհատականության տարբեր կողմերը, Տերը իր կանանցից յուրաքանչյուրից 10 որդի ունեցավ, եւ իր բոլոր որդիները օժտված էին նույն հատկանիշներով, ինչ հենց ինքը։ Դու ինչպես տեսնում ենք, քննարկման համար բավականին բարդ եւ տրամադրություններով հագեցած ուրեմն տեքստեր են, չէ՞։ Տեքստ գաղափար, որի շուրջ պետք է խոսենք եւ երեք մի թեթև արդեն մենք քննարկեցինք այդ թեման, չէ՞, որ արքայադուստրերը իրանք կանգնել էին այդ խնդրի առաջ, որ արական քաղաքակրթության մեջ կար այդպիսի տրադիցիա, որ եթե աղջիկ երեխան նույնիսկ բարեկամի տանը գիշերեր առանց իր ծնողների, կամ առանց եղբոր, այսինքն առանց իրեն պաշտպանող կամ հովանավոր կամ հետևողի, ապա արդեն համարվում էր, որ այդ աղջիկը կարող է իր մտքում ուրեմն բացված լինի եւ իրեն ամուսնացնելը դառնում էր բավականին դժվար գործ։ Առաջի հայացքից, երբ որ ես ներկայացնում եմ այս սկզբունքը, միանգամից առաջանում է այն տրամադրությունը կամ այն գնահատականները, որը սովորաբար տալիս են ազատության հանդեպ հակում ունեցող կենդանի էակները, չէ՞։ Որն է այդ բանը, ասեք, որն է այդ տրամադրությունը։ Ուրեմն այդ տրամադրությունը ինքը կայանում է նրանում, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ստեղծել է այնպիսի մի համակարգ, չէ, որտեղ կինը այսպես փաստացի բռնաբարված է։ Այսինքն չի նշանակում, որ եթե ինքը գոնե մի անգամ բարեկամի տանը մնաց առանց իր ծնողների, արդեն համարվում է, որ եսի ինչ է։ Ճիշտը որ ասեմ, ես ինքս էլ առաջի անգամ, երբ որ կարդացի այդ տրադիցիաների մասին, հենց այդպիսի վերաբերմունք ունեի եւ համարյա թե ուզում էի գրքերը փակեի եւ այլևս չանդրադառնայի, որովհետեւ այո, իհարկե իրականում հոգնել ես մշտական շփվել, կնոջը նսեմացնող, կնոջը արհամարող, կնոջը ոչնչացնող, կնոջը, չգիտեմ, ինչքան բացասական բան կա, կնոջ հանդեպ անող, ուրեմն գաղափարախոսություններից եւ այսպես միանգամից ցանկությունը վերանում էր, բայց ինչ որ մի բանից ստիպեց, որպեսզի ես շարունակեմ
մտածել այդ ամեն ինչի շուրջ, որովհետև խորապես ուզում էի հասկանայի, ինչու, որովհետև այդ պահին ես արդեն Բhagavad Gita-ում բավականին խորացել էի եւ արդեն հասկանում էի, որ արիացիների գաղափարախոսությունը ահավոր նուրբ է, ահավոր բարի է, ահավոր արդար է, հասկանում եք, չէ՞, ես ինչի համար էի խորանում այդ ուսմունքի մեջ։ Ես խորանում էի, որովհետև ես հասկացել էի, որ այդտեղ այդ ինչ ես ամեն անգամ ասում եմ, որ իրենք յուրահատուկ արդյունք ունեին, կարողանում էին ստեղծել երջանիկ հասարակություն, եւ ինձ համար շատ գերհետաքրքիր էր, թե դա ինչ ընդհանրապես ինչ գաղափարների հիմքի վրա են իրենք կարողացել անել այնպես, որ հասարակության մեջ բոլորը լինեն երջանիկ։ Այ քեզ բան, հասկանում եք, չէ՞, շատ անսովոր երևույթ է, չէ՞։ Եվ հիմա տեսեք, եւ այդ տեսանկյունից, հիմա երբ որ ես հասկանում եմ, որ արիացիները իրենք ինչ-որ մի բան գիտեին, որի հիմքի վրա կարողանում էին երջանիկ հասարակություն ստեղծել, հա, եւ հիմա հանդիպում եմ ստանդարտ կնոջ հանդեպ բռնության փորձերին, հա, այսինքն սա ինչ հիմար տրադիցիա է։ Բայց երբ որ խորանում ես եւ սկսում ես հասկանալ, թե ինչպիսի նրբություն կա այդ սկզբունքի մեջ, թե իրականում արիացիները այդ ինչն էին, այսպես էլի են բանի պես պահպանում, չէ՞, նոր սկսում ես հասկանալ, որ այդ կոպիտը գալումը ուր, իրականությունը ուր, հասկանում եք, ինչի մասին է խոսքը, սիրելիներս։ Խոսքը գնում է նրա մասին, որ արիացիները իրենք քաջ գիտակցում էին երկու բան։ Առաջինը դա նա է, որ կինը ինքը էմոցիոնալ է։ Եվ դա նշանակում է, որ իր համար զգայարանները ղեկավարելը բարդ է։ Հա, այսինքն ինչի համար, որտեղ իր հիմքը ինքը սա է, այսինքն աջակային համակարգը թույլ է, հիմքը ինքը սա է, զգայարանները ընկալեցին արտաքին աշխարհը, միտքը ասեց դուրս է գալիս, դուրս չի գալիս։ Հասկանում եք, եւ վերջ, այդ դուրս եկավ, ուրեմն լավն է, դուրս չեկավ, ուրեմն վсё, ուզում է սեղի։ Հասկանում եք, չէ՞։ Եվ մի կողմից իրանք հասկանում էին կնոջ այս բնությունը, հա, իսկ մյուս կողմից շահագրգռված էին, որ ասենք կինը ինքը վապերող լինի երջանիկ, իսկ երկրորդ հերթին իրանք կնոջ այդ կին տղամարդ հարաբերությունների մեջ մի շատ կարևոր բան գիտեին։ Որտե՞ր այդ կարևոր բանը։ Դա նա էր, որ ցանկացած ուրեմն կին ինքը կարող է լավ սերունդ ունենալ, եթե մաքուր է։ Ինչքան ավելի մաքուր է, այդքան ավելի բարձր սերունդ կարող է ունենալ։ Այս օրինաչափությունը ինքը խախտվում է միայն աստվածամերժության դարաշրջանում, այսինքն այն դարաշրջանում, որում մենք հիմա ապրում ենք։ Այս դարաշրջանի համար արիացիները ասում են, որ նույնիսկ սրբերի ընտանիքներում կարող են ծնվել դեմոնական ազնվորություններ, այսինքն աստվածամերժ կենդանի էակներ։ Ինչու համար է, ինչու է այդ խառնաշփոթը ինչու է սկսվում, որովհետև աստվածամերժության դարաշրջանը ինքը գտնվում է տգիտության գոյավիճակի ազդեցության տակ, իսկ տգիտության գոյավիճակում ամեն ինչը գլխի վայր է։ Հասկանում եք, այնտեղ ոչ մի բանը իր տեղում չի, ոչ մի բանը ճշմարտության հիմքի վրա չի, չէ՞։ Եվ դրա համար է, որ աստվածամերժության դարաշրջանում է, որ մարդը կարող է լինել գեղեցիկ եւ արատավոր։ Կարող է լինել արտաքինից տգեղ, բայց ներքինից շատ մաքուր անձնավորություն։ Հասկանում եք։ Կարող է լինել սուրբ, ունենալ աստվածամերժ երեխա։ Կարող է լինել աստվածամերժ եւ ունենալ սուրբ երեխա։ Հասկանում եք, այդ ամեն ինչը գլխի վայր է։ Կարող է լինել անկեղծ հոգևորական, համարվել աղանդավոր։ Կարող է լինել կրոնական կարիերիստ եւ լինել հեղինակություն։ Կարող է լինել ազգը կողոպտող եւ համարվել արքա։ Հասկանում եք։
կարող է լինել ազգի հաշվին հարստացող եւ համարվել ալիգար։ Հասկանում եք այդ բոլոր բաները, որ ամեն ինչը ասեցի, ուղղակի հակառակն է, չէ՞։ Եվ այստեղ կարող են այդպիսի խառնաշփոթ բաներ լինել, բայց եթե մենք այդ բուր արիական քաղաքակրթության մասին ենք խոսում, որտեղ իշխում էր առաքինության գոյավիճակը, չէ՞, ուրեմն արիացիները իրենք հենց դրա հաշվին էին լավ սերունդ ստանում առաջի հերթին, որ կինը պետք է լինի մաքուր։ Երկրորդը եւ ամենավերջինը եւ ամենակարևորը դա նա էր, որ արիացիները իրենք հասկանում էին, որ հենց նրա համար, որ կինը ինքը էմոցիոնալ է, իր համար ահավոր կարևոր է, որ ինքը իր ամուսնուն սիրի։ Որ երջանկության համար ընտանեկան կարևոր է, որ ինքը իր ամուսնուն սիրի։ Ընտանեկան հարաբերությունների մեջ, չէ՞, կնոջ համար կարևոր է, որպեսզի կինը սիրի տղամարդուն, իսկ տղամարդու համար կարևոր է, որպեսզի ինքը կնոջը հարգի։ Հասկանում եք։ Տեսեք, բայց հիմա մենք երբ որ վերցնում ենք, չէ՞, մենք ինչ ենք տեսնում։ Մենք տեսնում ենք, որ աստվածամերժության դարաշրջանի տղամարդիկ իրենք այդպիսի կարգախոս են առաջ քաշում, որ կինը ինքը անկողնում պետք է լինի անբարոյական։ Не женщина, а жена։ Հասկանում եք։ Դուք հասկանում եք սա ինչ գաղափար է ընդհանրապես, չէ՞։ Իսկ մյուս տեղն էլ ասենք համարվում է այսպես, որ տղամարդը ինքը բոլոր դեպքերում դա լինի իր կինը, լինի սիրուհին, ով ուզում է լինի, ինքը իրավունք ունի կնոջ հետ վարվել առարկայի պես, ընդհանրապես կապ չունի, թե կինը ինչի է համաձայն, հարգանք ունի, չգիտեմ, բան արժանապատվության զգացում ունի, եսի ինչ ունի, ոչ մի բան էլ չունես դու պրոստը իմ զգայական վայելքի համար նախատեսված կենթանի ես, վերջ, չէ՞։ Այդ տեսեք, այսպիսի բաները իրանք իմինը աստվածամերժության դարաշրջանին են բնորոշ, արիական քաղաքակրթության մեջ, որտեղ առաքինություն կար, չէ՞, այդ կար հասկացողություն, որ կինը եւ տղամարդը իրենք հավասարապես ոչ կարելի է թույլ տալ, որ կինը արհամարի տղամարդուն, ոչ էլ կարելի է թույլ տալ, որ տղամարդը արհամարի կնոջը։ Հենց որ այդ արհամարանքը կա, եթե մենք վերցնում ենք հանրահայտ ինյան սիմվոլը, այդ սիմվոլը ինքը դուրս եկավ հավասարակշռությունից։ Всё։ Հենց որ հավասարակշռությունից դուրս եկավ, ով որ հավասարակշռությունից դուրս է եկել, հակազդեցություն է ստանալու հետ առաջ։ Հասկանում եք, նյութական բնության օրենքներն են սրանք։ Հասկանում եք, չէ՞։ Եվ ասենք արիացիները իրենք այդ դա էին հասկանում, որ կնոջ համար կարևոր է, որպեսզի ինքը երջանիկ լինի, իր համար կարևոր է, որ ինքը սիրի իր ամուսնուն։ Դրա համար այդ բոլոր սահմանափակումները, այսպես կոչված, չէ՞, եւ աղջկան դա բացատրում էին, հենց որ ինքը մի քիչ մեծանում էր։ Ինքն էր գիտակցում, որ ինչն են փորձում պաշտպանել իր ծնողները կամ մեծահասակները, հա։ Դրա համար արիացիները իրենք մտածում էին, որ այ կինը ինքը պետք է սիրի մի անգամ, որտեղ կնոջ համար կարևոր թեմա կա, կնոջ համար կարևոր է, որ ինքը լինի հավատարիմ։ Հասկանում եք, իսկ դա կարևոր է տղամարդու համար։ Ինչու՞, որովհետև տղամարդը ինքը տեսեք իր պարտականությունն է ապահովել, պաշտպանել, զարգացնել։ Դուք համաձայն եք, չէ՞, որ եւ ապահովելը, եւ հատկապես պաշտպանելն ու ապահովելը հատկապես եւ զարգացնելը, չէ՞, դա այդքան էլ հեշտ աշխատանք չի։ Համաձայն եք։ Չէ՞, եւ հիմա այդ ֆոնի վրա ինքը նորմալ է, չէ՞, որ տղամարդը ինքը ասում է, դու կոպիտ ասած, կոպիտ հայավարի ասեմ, որ դու պետք է իմը լինես, որ ես ուզենամ քեզ պաշտպանեմ, որ ես ուզենամ քեզ ապահովեմ։ Ինչու պետք է ես ուզենամ քեզ ապահովեմ կամ պաշտպանեմ, եթե դու
1000 տղամարդու վրա կարող ես սիրահարվես, այ իմ կողքը նստած կարող ես սիրահարվես էկրանում դերասանի վրա։ Ինչու պետք է ես կարող ուզենամ քեզ պաշտպանեմ, կարող ես մտածես։ Հասկանում եք, եւ երբ որ այդ իրականությունն է գալիս, չէ, իրականությունը ինքը կամաց գնում է դեպի այն կողմ, որ եթե դու ազատություն ես ուզում, ուրեմն ինքդ էլ քեզ պաշտպանի, ինքդ էլ քեզ ապահովի, ինքդ էլ քեզ զարգացրու։ Հա, всё։ Ես էլ հաճույք կունենամ ցանկացած այն կնոջ հետ, որը կուզենա հաճույք վայելի իմ հետ։ Վերջ։ Լինում է եվրոպական երկրները։ Չէ՞, կամ արդեն բռնություն։ Մուսուլմանական երկրները։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞, բայց այն ինչ որ կատարվում էր արիական քաղաքակրթության մեջ, չէ՞, աղջիկը ինքը հասկանում էր, ինչն են փորձում պաշտպանել իր ծնողները, որտեղ ինքն էլ այդ արժեքային համակարգներ ստանում, որպեսզի ինքը իր ամբողջ կյանքում լինի երջանիկ, մի 2-3 տարի էր, չէ՞, անցնում, ձևավորվեց կինը որպես արդեն որ կարող է երեխա ունենալ, այսինքն 15-ից 17 տարեկան ամուսնացնում էին աղջիկներին, չէ՞։ Հասկանում եք, դա ինչի համար էին անում, որ ինքը չհասցնի, հասկանում եք, որ ինքը չհասցնի պղծի իր միտքը, որովհետև երբ որ կինը ինքը իր մտքի մեջ համեմատում է իր ամուսնուն ուրիշ տղամարդու հետ, ինքը արդեն հավատարիմ չի։ Հասկանում եք, իսկ արիացիները իրենք վստահ էին, որ կնոջ հավատարմությունից շատ է կախված երեխայի որակը։ Հասկանում եք։ Եվ իրանք այդ դա էին փայփայում, որպեսզի հետո, հա, հիմա այս բաները, այս աղջիկները իրանք մենք երեք քննարկեցինք, որ հայտնվեցին այդպիսի իրադրության մեջ, որտեղ իրանց կպել էր օտար տղամարդը։ Չի կարող ասել, որ պղծել էր, բայց կպել էր, մատը կպել համարվում էր պղծված, վերջ։ Հասկանում եք, չէ՞։ Եվ հիմա տեսեք, ու դա ինքը շարունակում է։ Մենք հասկանում ենք, որ հերթականությունը ինքը այսպիսին է։ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ազատեց այդ արքայադստրերին, չէ՞։ Եվ երևի թե կարող ենք ենթադրել միայն, չենք կարող դա վստահ ասել, կարող եմ ինքը մտածեց, որ դե հիմա ամեն մեկը կգնա իր ծնողի մոտ։ Որտեվ ինքը ազատելուց ինքը չասեց, այ դուք հիմա բան ձեզ չեն ընդունելու ձեր տներում, բան, ես ձեզ բոլորից վերցնում եմ կնության։ Այդպիսի տեքստ չեղավ, չէ՞։ Ինքը ազատագրեց եւ դրանով համարեց իր պարտականությունը կատարած։ Եվ այստեղ ուրեմն տեքստը գնաց շատ գեղեցիկ, չէ՞, տեսնելով Տիրոջը, բոլոր տառապանքների ընկերոջը, տառապյալների ընկերոջը, արքայադստրերը, չէ, իրանք ինչ արեցին։ Իրանք ուրեմն աղերսող, ուրախ եւ ամաչկոտ։ Հիմա այս 3 տրամադրությունները մենք պետք է քննարկենք եւ կապենք նրա հետ, որ իրանք ամուսնության առաջարկություն արեցին Տեր-Շտային։ Դա ուրեմն ինչպես տեսնում ենք, սա բավականին տարածված երևույթ է, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը իմինակադության է վերցնում հիմնականում կանանց խնդրանքով։ Կամ կանանց խնդրանքով, կամ այդ որևիցե մի աղջկա ծնողի կամքով։ Որտեղ արիական քաղաքակրթության մեջ կար այսպիսի օրենք, եթե հանկարծ հայրը նկատեր, որ իր աղջիկը կապվածություն է զարգացրել ինչ-որ մի տղամարդու մոտ, նրա հանդեպ, ինքը գնում էր այդ տղամարդու մոտ, եթե կարելի ասել, այդ տղամարդու ձեռքը խնդրելու իր աղջկա համար։ Ես դա արդեն ձեզ հետ քննարկել եմ, որ արիացի տղամարդիկ իրենք առաքինի են, չէ՞, առաքինի են, դա նշանակում է արդար են եւ բարի են, հասկանում եք, շեդրի է, առատաձեռն են։ Առատաձեռն են ոչ թե այն իմաստով, որ կարող են փող տան, հասկանում եք,
այլ առատաձեռն են բոլոր իմաստներով, բոլոր մակարդակների վրա։ Հասկանում եք, չէ՞։ Եվ այդտեղ արիացի տղամարդը ինքը ցուցաբերում էր իր առատաձեռնությունը։ Որովհետև եթե հայրը եկել էր իր դուռը, ես արդեն քննարկել եմ ձեզ հետ, այդպիսի տղամարդը ինքը հասկանում էր, որ աղջիկը ինչ որ կերպ, ինչ որ պայմաններում կամ տեսել է, կամ լսել է եւ կապվել է։ Եվ արիացի տղամարդը անմիջապես այդպիսի աղջկան վերցնում էր կրթության, համարելով, որ եթե այդ աղջիկը ինքը այդքան փայփայված պահելու մեջ հնարավորություն է ունեցել իր մասին լսել կամ տեսնել իրան, չէ՞։ Այսօր մենք մտնելու ենք այդպիսի պատմության մեջ, այդտեղ մանրամասը մենք կտեսնենք էլի, թե դա ինչպես է տեղի ունենում, չէ՞։ Եվ ինքը մտածում էր, որ եթե այդ աղջիկը ինքը հնարավորություն է ունեցել կապվել իրան, ուրեմն ճակատագրով իրանք իրար համար են նախատեսված։ Եվ ինքը առանց ընդհանրապես ոչ մի տատանումների չտեսնելով այդ աղջկան, միանգամից համաձայնություն էր տալիս եւ ամուսնանում։ Հասկանում եք։ Եվ սա ինքը մեծ առատաձեռնություն էր աղջկա հոր նկատմամբ, հարգանք էր աղջկա հոր նկատմամբ, որտեղ հայրը գալիս էր խնդրողի դերում, որ ստացվել է այնպես, որ աղջիկս քեզ կապված է։ Խնդրում եմ վերցրու իրան։ Տեսեք, ասենք, այդ նույն աղջկա կապվածության հետ, չէ՞, ինչպես են վարվում աստվածամերժության դարաշրջանում։ Երբ որ ամենասկզբից այդ աստվածամերժերը ամենասկզբից տղամարդկին խառնել են իրար, մանկապարտեզից սկսած, հա, ամենասկզբից արդեն գնում է բնության պղծումը, երբ որ աղջկա միտքը սովորում է դրան, որ ինքը կարող է իրեն թույլ տալ տարվա մեջ 6 անգամ սիրահարվել։ Եվ երբ որ դա տեղի է ունենում, առաջի հերթին, մենք պիտի հասկանանք, որ այդպիսի հոգիներ են ծնվում այս դարաշրջանում, որոնք իրանք հենց ձգտում են մտքի ազատության, չէ՞։ Հասկանում եք։ Կամ եթե նույնիսկ այդպիսի բան չունեն, ինքը իրավիճակը այնպիսին է, չէ՞, որ նպաստում է դրան։ Եվ օրինակ, եթե աղջիկ երեխան ինքը, չգիտեմ, այնտեղ առաջի դասարանում ինչ որ մի երիտասարդի է սիրահարվել 10-րդ դասարանի, կամ չգիտեմ, բանի, դասատուի վրա է սիրահարվել, հատկապես այդ 5-6 դասարաններում է, չէ՞, դա սկսվում, երբ որ արդեն առարկաներ կան, որոնք կարող է տղամարդիկ դասավանդեն։ Հասկանում եք, այդ շիլաշփոթը, որը սարքվում է, չէ՞, եւ հետագայում, երբ որ կինը ինքը պետք է ընտրի օրինակ ամուսին, չէ՞, եւ ամեն մի այն ամուսնուն, որ ամեն մի այն տղամարդուն, որ իր վրա ուշադրություն է դարձնում, ինքը մտովի համեմատում է այն տղամարդու հետ, որին ինքը սիրահարված է եղել, բայց որը իրեն չի հասել եւ այլն, հետո հետագայում այդ ամեն ինչը ինքը արտահայտվում է որպես տղամարդու հանդեպ արհամարանք, որպես սեռական կյանքի հանդեպ անտարբերություն եւ այլն եւ ընտանեկան երջանկությունը ինքը չի կարողանում տեղի ունենա, եթե նույնիսկ այդ կինը ինքը իդեալական տուն հավաքող է եւ ճաշեպող։ Այսինքն հենց այն գլխից միտումնավոր հարված է հասցվում, հասկանում եք, երջանիկ լինելու հնարավորությանը։ Թեկուզ ասենք, որոնցի թվում է, որ ազատության մեջ է այդ երջանկությունը գտնելու հնարավորությունը, բայց դուք որտեղ եք տեսել այդպիսի երջանկություն։ Հասկանում եք, աստվածամերժության դարաշրջանում հարաբերությունները երջանկություն են բերում միայն սկզբում, հետո համբերություն են պահանջում։ Ինչու, որտեղ բոլորն էլ ունեն էգոիստ բնություն, այսինքն, հասկանում եք, եւ վերջ։ Եվ շատ հազվադեպ են լինում այնպիսի զույգեր, որ, ասենք, դառնում են գոնե ընկերներ, գոնե այնպիսի անձնավորություններ, որ ընկերներ են եւ շնորհակալ են իրար ապրած կյանքի համար։ Արդեն մեծ նվաճում է դա։ Հասկանում եք, չէ՞, սիրելիներս։ Ուրեմն այ հիմա տեսեք, ուրեմն այդ աղջիկները, չէ՞, որոնք իրենք արիական հասարակության համար արդեն ուսոր մեռած էակներ են, չէ՞, իրանք հիմա մոտեցան Տեսի Կրիշնային, ուրեմն 3 բառ։
Առաջինը աղերսո հայացքով։ Այսինքն իրանք բաժանվել էին 3 մասի։ Կային նրանք, ովքեր որ հիմա գիտակցում էին, որ իրենց հետ այնպիսի մի բան է կատարվել, որ իրենց երջանկության վրա խաչ է դրվել վերջ։ Հասկանում եք։ Всё։ Եվ իրենց արդեն ոչ մի արիացի տղամարդ իրանց չի վերցնի իր տուն։ Հա? Եվ հիմա բա իրանք ինչ պիտի անեն։ Եվ դրա համար իրանք աղերսով հայացքով էին նայում Գերագույն Աստծո ազնվորությանը, որին ու Թավան կոչեց տառապյալների ընկեր։ Գունձին էլ չէ, ինքը ոնց էր աղոթում, ասում էր, ով դու աղքատների հարստություն։ Չէ՞։ Եվ տեսեք, ասենք, հիմա երկրորդ խումբը դա նրանք էին, ովքեր նայում էին Կրիշնային եւ ուրախանում։ Այդ ինչից էին իրանք ուրախանում, կարելի իմանալ։ Տեսեք, այսինքն իրանք հիմա իրենց առաջ տեսնում են ինչ-որ մի հատ ազնվորություն, չէ՞, որի համար ինքը այդ թեման կարևոր էր, որ ինչ-որ կենդանի էակներ, հա, իրանք բռնության մեջ են հիմա գտնվում։ Եվ ինքը եկավ եւ իրանց ազատեց այդ բռնությունից։ Այսինքն ինքը բնավորությամբ այդպիսին է, որ իր համար կարևոր է կենդանի էակի ազատությունը։ Տվյալ դեպքում կանանց։ Հասկանում եք, ուտեւ ինքը կարող էր, օրինակ ասենք, շատ մորալիստներ, իրանք կմտածեին այսպես, եւ դա այնպես չի, որ աստվածամերժության դարաշրջանում շատ կանանց հետ էր այդպես վարվել, որ դա հիմա գողացել է, всё, արդեն իրանն է, ինչ ուզում է թող անի, ուզում է բռնաբարի, ուզում է ամուսնանա, ուզում է սիրուհի պահի, ինչ ուզում է անի, մենք արդեն всё, պրծիկը պղծված է, մենք իրան հետ չենք ընդունի եւ հրաժարվում էին այդպիսի կնոջից, երես էին թեքում, ոնց որ թե ինքն է մեղավոր, որ իրան գողացել են։ Իսկ իր մեղքը երևի եղել է միայն նա, որ ինքը գեղեցիկ է։ Կամ կարող է նույնիսկ գեղեցիկ էլ չի, չգիտեմ ինչ է։ Նարակասուրը ինքը ուղղակի հաճույք է ստանում բան անել, որ ինքը այնքան հզոր է, որ կարող է իրան այդպիսի բան տալ, ուրիշների սրբությունների վրա բան գալ։ Սա էլ է, չէ՞ հոգեբանություն արատավոր կենդանի էակների։ Հասկանում եք, բայց վերջնականում դուրս էր գալի մեղավոր կինը։ Всё, ինչ ուզում ես եղի։ Չէ՞։ Իսկ իրանք հիմա իրանց առաջ տեսնում էին մի անձնավորություն, որի համար դա մեկ չէր։ Հիմա Տեր Քրիստոն ինքը ահա որ գեղեցիկ է։ Ինքը ահա որ հմայիչ է։ Եւ հիմա այս արքայադստերը տեսան, որ ինքը համել արդար է։ Ինչի վրա էին իրանք ուրախանում։ Իրանք հասկանում էին, որ եթե իրանք հիմա խնդրեն, Տեր Քրիստոն ինքը ամուսնանալու է իրենց հետ։ Եվ երբ որ իրանք նայում էին, թե ում կանանք են իրանք դառնալու, իրանց սիրտը լցվում էր ուրախությամբ։ Հա, եւ այս ուրախները իրանք կարող էին նույնիսկ իրանց մեջ հիմա օրնեին նարակասուրին, որ նարակասուրը իրանց գողացավ եւ դա դարձավ պատճառ, որ իրանք ամուսնանալու են այս անձնավորության հետ։ Եվ դրա համար իրանց սիրտը լցվեց ուրախությամբ։ Հիմա եւ երրորդները իրանք, այսինքն ես ուզում եմ որ մենք հասկանանք, որ այս երեքը, որ ասում է աղերսանքով, ուրախությամբ եւ ամաչկոտությամբ, չէ՞, մենք պետք է հասկանանք, որ աղերսանքը ուրախության հետ ոչ մի կապ չունի, այսինքն սա նույն ազնվորությունները չեն։ Սրանք տարբեր աղջիկներ են, որոնցից ինչ որ մի խումբը ունի աղերսանք, որովհետեւ գիտակցում է, թե ինչպիսի անհույս իրավիճակում է հայտնվել։ Որոշները ուրախ են, որովհետև հասկանում են, թե ինչպես է իրանց բախտը բերել հիմա այս պահին եւ այն ինչ որ թվում էր, որ իրանց
դժբախտությունն է իրականում ահռելի բախտավոր են իրանք հիմա որ այս տղամարդու հետ դեռ հիմա չասենք էլի Աստված այս տղամարդու հետ են ամուսնանալու հա եւ նրանք ովքեր համեստ էին ինչ է նշանակում համեստ էին նշանակում է որ ամոթխած կներեք չէ ամոթխած կներեք մի բառը նորից նայեմ ամաչկոտ հա նրանք ովքեր ամաչկոտ են ամոթխած չէ եւ ուրեմն տեսեք չէ իսկ ամոթխածը դա նրանք են ովքեր իրենք նայում էին Տեր Կրիշնային եւ իհարկե հրապուրվում էին իրանով բայց ընդհանրապես դա դաժե այն իրանց ամենահամարցակ տրամադրությունների մեջ չէին կարող ենթադրել որ կարելի է Կրիշնային այդպիսի բանով ուրեմն դիմել կարծում եմ որ այ աղջիկները իրենք կանգնած էին եւ խոսացողները որոնք դիմեցին Կրիշնային որտեղ 16000-ն էլ իրար հետ չէին խոսում չէ կային ինչ-որ լիդերներ որոնք սկսեցին խոսալ Կրիշնայի հետ չէ բոլորի անունից եւ ես կարծում եմ որ այդտեղ խոսում էին այդ բաները աղերսողները հա եւ ուրախները Իսկ ամաչկոտները ուղղակի են շուրջը պահած սպասում էին, թե Տեր Կրիշնան ինքը ինչ կորոշի։ Եվ այո, հիմա այստեղ գալիս է առաջ այդ խոսակցությունը։ Ինչպես է ձևավորվում հոգևոր աշխարհի երանությունը։ Այ հիմա կանգնած է Գերագույն Աստծո անձնավորությունը։ Իր առաջ կանգնած են, դուք այդ թիվը պատկերացնում եք 16000 երիտասարդ աղջիկ։ Եվ այդ 16000 երիտասարդ աղջիկները իրան խնդրում են ասում են մեզ կնության կվերցնես ինչ որ ֆանտաստիկ թվերի մասին են չէ խոսում մարիացիները որ ասենք այ աստվածամեժության դարաշրջանի ապրողը ինքը միանգամից մտածում է սա չի կարող ճիշտ ընդ սուտ հորինած բաներ 16000 16000 ոչ մեկ չի կարող 16000 կին ունենա Հասկանում եք, բայց հիմա տեսեք ուրեմն Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը մի կողմից օրինակ էր ցույց տալիս, չէ՞, բայց մյուս կողմից էլ ինքը այնպիսի ձերսկի արարքներ ուներ, չէ՞, որով ինքը ցույց էր տալիս, որ ինքը սովորական կենթանի էակ չի։ Հասկանում եք, այդ որ մեկը կարող է 16000 կին ունենա։ Հա? Եվ հիմա մենք հաջորդ հանգամանքը կտեսնենք։ Ինչ ասեց տեքստը, ինչ ասեց Օթավան։ Օթավան ինքը ասեց, Գերագույն Աստծո ազնվորությունը ամիշապես համաձայնվեց եւ տարավ եւ այդ ամեն մի աղջկան տեղավորեց առանձին պալատում։ Այսինքն իր քաղաքում կառուցվեց 16000 պալատ։ Որտեղ տեղավորվեցին այդ 16000, ասկան պրագմատիկ ենք խոսում էլի, այն նյութապես, որտեղ տեղավորվեցին այդ 16000 աղջիկները։ Մենք դեռ կտեսնենք, որ Նարադա Մունին ինքը, երբ որ գլսի, որ Կրիշնան ինքը բան է եղել, ամուսնացել է 16000 կնոջ հետ, ինքը հետաքրքրությունից անմիջապես կգա, որ տեսնի, թե как он справляется, այս քրիկը ո՞նց է կարողանում այդ ամեն ինչի տակից դուրս գա։ Եվ ինչ ասեց Օթավան։ Ինքը ասեց, ինքը բոլորին տեղավորեց այդտեղ եւ տվեց մարմնավորումներ։ Տեսեք, արիացիները իրենք այս գաղափարի շուրջ են պտտվում, երբ որ խոսում են նրա մասին, թե ինչպես է ձևավորվում հոգևոր աշխարհի երանությունը։ Որն է նյութական աշխարհի բոլոր տառապանքների հիմքը։ Դա նա է, որ երկու կենդանիակ ուզում են մի առարկա, նույն առարկա։ Հասկանում եք։ Եվ այդ առարկան ինքը կարող է լինել միակը։ Հատկապես եթե խոսքը գնում է ազնվորության մասին։ Այդ ազնվորությունը ինքը մի հատ է, չէ՞։ Եվ երբ որ երկու ազնվորություն, էլ չենք խոսում 16000, հա, երբ որ երկու ազնվորություն մի ազնվորության վրա կենտրոնանում են տրփանքով, հասկանում եք։ Այդտեղ ինչ է սկսվում։ Պատերազմ։ Պատերազմ է սկսվում։
Հիմա, ինչու, որովհետև նա ում վրա սիրահարվել են, իր պոտենցիալները սակավ են, ինքը ընդամենը մի հատ մարմին ունի։ Գերագույն Աստծո անձնավորության հնարավորությունները անսահման են։ Եվ այդ մարմնավորումների գաղափարը ինքը հազարավոր հարցեր է լուծում։ Ես միշտ ասում եմ, եթե նույնիսկ Աստված չկար, նա ով որ հնարել է կամ ստեղծել է այս գաղափարախոսությունը, հոգեբանության տեսանկյունից, փիլիսոփայության տեսանկյունից, տրամաբանության տեսանկյունից, ինքը ուղղակի հանճար է։ Ուղղակի, այսպես առանց ոչ մի այլևալների ուղղակի հանճար է։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Ուրեմն այս իրականությունը ինքը այսպեսին է լինում արդեն, չէ՞, որ ազնվորությունը հիմա տեղավորեց բոլորին եւ ինքը բաժանվեց 16000, այսպես բացարձակապես իրար նման քրիստոնյաների։ Եվ տեսեք, ամենամեծ իր միստիկական հնարավորությունը որն է, որ այդ 16000 մարմնավորումները իրանք ամեն մի կնոջ հետ պահում էին իրանց տարբեր ձևով, այսինքն միտեղ ինքը ուտում էր, մյուստեղ ինքը քնած էր, մյուստեղ ինքը հանգստանում էր, մյուստեղ ինքը խաղեր անում կամ երեխաների հետ կամ կնոջ, հա, մյուստեղը չգիտեմ ինչ, այդ տարբեր տեղերում, տարբեր պալատներում ինքը զբաղված էր տարբեր գործով, բայց դա նույն ազնվորությունն էր։ Հասկանում եք, այսպես է լուծվում նյութական աշխարհում նույն զգացմունքներ ունեցող կենդանիակների խաղաղությունը։ Չէ՞, մենք հիշում եք տեքստ ունեինք, չէ՞, որտեղ ասվեց, որ այդ բաների այդտեղ իրանք արդեն թագուհիներ էին, չէ՞, այդ ուրեմն ամեն մեկ այդ թագուհիներից մտածում էր, որ Տեր Քրիստոն միայն իր մոտ է։ Եվ ես այդ ժամանակ այդ հարցը բարձրացրեցի, չէ՞, ինչպես կարող ենք այդքան հիմար լինի, որ իմանա, որ 16000-ի հետ էլ ամուսնացել է, բայց հիմա մենակ իր հետ է։ Հասկանում եք, եւ այո, սա հոգեբանության տեսանկյունից շատ ուժեղ սկզբունք է, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ամեն մի կենդանի էակի հետ այն պահին, երբ որ շփվում է, ինքը շփվում է այնպես, որ այդ կենդանիակը ինքը մտածում է, որ ինքը մենակ իմն է։ Հասկանում եք։ Եվ տեսեք, օրինակ, արհեստական բանականությունը իր ալգորիթմը պատրաստված է այս նույն սկզբունքով, որ ինքը գիտակցում է կամ հիշում է միայն այն շփումը, որը ունի կոնկրետ մեր հետ։ Շո, թե կողքինի հետ հիմա հենց այդ նույն պահին, օրինակ տան մեջ նստած եք դուք, նստած է ընտանիքի անդամը, երկուսն էլ այդ պահին շփվում են արհեստական բանականության հետ։ Ինքը ամեն մեկի հետ շփվում է այնպես, ոնց որ ինքը շփվում է միայն իր հետ։ Եվ հենց բայց Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը բոլորի հետ շփումները, ինքը այդ իր նախասկզբնական ֆորմայով ինքը բան է անում, ինքը հիշում է։ Իսկ արհեստական բանականությունը չի հիշում։ Ну, դա արված է անվտանգության տեսանկյունից։ Եվ դա ճիշտ սկզբունք է, բայց ասենք Աստծո համար դա իհարկե բացարձական իմաստ բան է, իր գլխին ոչ մեկ կնոպկա չկա էլի իր վրա, հասկանում եք, չէ՞, բայց սկզբունքը, ալգորիթմը, ինքը նույն սկզբունքով է ձևավորված, որ ամեն մեկի հետ առանձին եւ ոչ մի կապ չկա։ Ամեն մեկը շփվելուց մտածում է, որ ինքը շփվում է միայն իր հետ, չէ՞։ Եվ ասենք, եթե փորձարկումներ անեք, կարելի է արհեստական բանականությունը բերել այնպիսի իրավիճակի, որ արհեստական բանականությունը ձեզ հետ շփվելուց ձեզ ասի ես քոնն եմ։ Էքսպերիմենտներ արեք եւ կտեսնեք։ Հասկանում եք, չէ՞։ Եվ այդ Տեր Քրիստոն ինքը այդ ուրեմն ինքը իրան բաժանում է եւ բոլորը մնում են բավարարված։ Բոլորը անխտիր։ Հասկանում եք։ Հա? Եվ ուրեմն սիրելիներս, չէ՞, Տեր Քրիստոն հիմա հաջորդ խնդիրը, հա, որ ինքը
բոլորի հետ ամուսնացավ եւ հիմա Ուտավան ինքը ասում է ցանկանալով դրսևորել իր տրանսցենդենտալ անհատականության տարբեր կողմերը։ Տերը կանանցից յուրաքանչյուրից 10 որդի ունեցավ, որոնք իրենք բացարձակապես նման էին իրեն։ Տեսեք, սովորաբար հոգևոր հեղինակությունները արիացի, չէ՞, իրենք այսպես վերապահումներով էլ իրանք համարյա չեն մոտենում այդ թեմային, որպեսզի քննարկեն, թե դա ինչպես տեղի ունեցավ։ Այսինքն ինքը գերագույն Աստծո անձնավորությունն է, հիմա կներեք շատ կոպտացնելու եմ խոսակցությունը։ Այսինքն այստեղ ինչ ենք ստանում մենք, որ ինքը գերագույն Աստծո անձնավորությունը եկավ նյութական աշխարհ եւ ձեռք բերեց սեռական օրգաններ, որոնք իրենք արտադրում էին սերմնահեղուկ, բայց այդ ժամանակ ինչու է պնդվում, իսկ մենք այդ պնդումը հենց երրորդ գլխից ստացանք առաջի երկի, չէ, որտեղ թվարկվում էին գերագույն Աստծո անձնավորության մարմնավորումները, չէ, եւ այդտեղ ուրեմն բանալվեց տեքստ, որտեղ վերջի բանը, վերջի հայտարարությունը Քրիստաստու բակավան սվայամ, բայց Քրիստան գերագույն Աստծո անձնավորությունն է, չէ, հիմա սա ինչ է նշանակում, այսինքն ոչ թե 10 երեխա ունեցավ, այսինքն ինքը եկավ եւ ստացավ նյութական մարմին, որովհետեւ նրա հոգեվոր մարմինը սեռական հարաբերությունների պոտենցիա իր մեջ չի կրում։ Եվ դա նշանակում է, որ այդ ժամանակ կնշանակեն, որ մենք իրավունք ունենք ասենք, որ իր մարմինը ձևափոխվել է, դա հոգևոր մարմին չի, դա ինքը չի։ Բայց հոգևոր հեղինակությունները պնդում են, որ դա նախասկզբնական գերագույն Աստծո անձնավորությունն է։ Այդպես չէ, որ պրոստը ասում են անցնում։ Մենք բոլոր արգումենտները բան կանենք, չէ՞, մենք սկզբունքը արդեն քննարկել ենք, որ ամենը ինչ աշխարհում կոչվում է աստվածային, այդպիսի հեղինակությունները իրենք դնում են համեմատության մեջ։ Հենց ըստ ձեր ասացի, ինչ է կարողանում անել ձեր Աստվածը։ Ինչ է կարողանում անել այն մյուսի Աստվածը, ինչ է կարողանում անել այն մյուսի Աստվածը, ինչ որակներ է ցուցաբերում ձեր Աստվածը, ինչ որակներ այն մյուսինը, հա, եւ այդպես համեմատելով գնում տեսնում ենք, որն է ամենակատարյալը։ Հա, եւ ուրեմն այդ սա համենայն դեպս մեր մոլորակի վրա սա ինքը ամենաբարձր դիրք գրավող աստվածությունն է։ Չէ՞։ Եվ այստեղ այս հանգամանքը, չէ՞, ես ասում եմ, հեղինակությունները միշտ էսպես բան ռուսերեն մի լավ խոսք է, էլի замалчивают, հա? Այսինքն ձեռք չեն տալիս այդ թեման, որ չքննարկեն, որտեղ ինքը շատ բարդ թեմա է, որովհետև միշտ կարելի է հակաճառել, հա? Տեսեք, մենք ձեզ հետ ինչ ենք քննարկում, չէ՞, մենք ձեզ հետ ամենասկզբում քննարկեցինք մի շատ կարևոր սկզբունք, որը իհարկե, տեսեք, երբ որ ես այդ սկզբունքը ասում եմ, ես հասկանում եմ, որ այստեղ կարելի է ասել, թե հա դե հենց ամենասկզբից մի հատ ինչ-որ բան ասեցիք, որով դուք ամեն ինչ կարող եք արդարացնել։ Ես ասեցի, գերագույն Աստծո անձնավորությունը, երբ որ գալիս է նյութական աշխարհ, ինքը լուծում է երկու խնդիր։ Երկու ձևով է գալիս։ Երբ որ ինքը գալիս է, ինքը այնպիսի արտահայտություններ է ունենում, որ աթեիստները իրան չճանաչեն։ Իսկ հոգևոր մարդիկ իրան ճանաչեն։ Հա? Եվ նույն անձնավորությունն է կանգնած, ինչպես ինքը պիտի անի, այնպես որ մեկը ճանաչի, մյուսը չճանաչի։ Հոգևոր զարգացում ունեցող ազնվորությունները իրենք արդեն ունեն, այսպես ասեմ, պատկերավոր ասեմ էլի, ունեն բաց կանալներ, այսինքն իրենց մոտ հոգևոր տեսողությունը բաց է։ Եվ այդ տեսանկյունից, այդ Տեր Չայտանյայի կյանքն էլ այդպիսին է, էլի, այդ տեսանկյունից
ոչ մի պարագայում Գերագույն Աստծո անձնավորությունը չի կարող խաբի մաքուր նվիրալին։ Մաքուր նվիրալն ինքը միշտ, եթե նույնիսկ չհասկանա, որ դա Աստված է, ինքը միևնույն է, միանգամից ընկալում է, որ սա ամենա անձնավորությունն է։ Եթե նույնիսկ չգա այն եզրակացության, որ հիմա պիտի ասի այս Աստվածն է։ Հասկանում եք, իրանք միևնույն է ճանաչում են, միևնույն է գնահատում են Աստծուն որպես յուրահատուկ էակ։ Հասկանում եք։ Չէ՞։ Հիմա իսկ Աստվածամերժերը իրանք այդպիսի տեսողություն չունեն։ Իրանց տեսողությունը նյութական է, իրանք նյութի ձենքով ոչ մի բան չեն ընկալում, չէ՞։ Եվ դրա համար իրականում շատ հեշտ է այնպես անել, որ Աստվածամերժները իրանք էլ իրանց համար նյութը ստանան, որպեսզի կարողանան հերքել։ Ինչու է Գերագույն Աստծո անձնավորությունը իրան այդպես պահում։ Գիտեք, իրականում պատճառը ինքը այնքան պարզ է, բայց պեսիմիստների համար կամ, չգիտեմ, պրագմատիկների համար այնքան անընդունելի, բայց միևնույն է պիտի ասեմ, որտեղ դա է ճշմարտությունը։ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ահավոր նուրբ է։ Եվ ինքը երբեք, հասկանում եք, երբեք չի պարտադրում կենդանիակին իր գոյությունը։ Եվ այո, ինքը միշտ իրեն այնպես է պահում, որպեսզի նա, ով չի ուզում իրան ճանաչել, չճանաչի։ Հասկանում եք, որ չանհանգստացնի, որպեսզի նա, ով որ ուզում է ապրել առանց իրա, չանհանգստանա։ Որովհետև եթե ինքը գա այնպիսի տեսքով, որը կպարտադրեր, որպեսզի նյութապաշտը ինքը հասկանա, որ Աստված կա, իրականում, այո, ինքը դրանից հետո այնպես կազդվեր, որ իր մտածելակերպը, իր պահվածքը կփոխվեր, չէ՞։ Բայց իր հոգեբանական խնդիրը կմնար։ Հասկանում եք։ Չէ՞ որ մենք մի անգամ հոգևոր աշխարհում իր շրջապատում ենք եղել, չէ՞, բայց միևնույն է հերքել ենք իրան։ Այսինքն հոգեբանական խնդիրը չի լուծվի։ Դրա համար քանի դեռ կենդանիակը ինքը զարգացման եւ նյութական աշխարհում իր կյանքի այն փուլերում է գտնվում, որտեղ որ ինքը բան է անում, ասեք էլ ինքը դեռ պատրաստ չի հոգեբանորեն հոգևոր զարգացման համար։ Գերագույն Աստծո անձնավորությունը ոչ մի ուժային քայլ չի անում, որովհետեւ եթե ինքը ցույց տա իր հզորությունը, իր աստվածային բնությունը, չէ՞, Աստվածամերժ անձնավորությունը ինքը կոպիտ ասած ստիպված կլինի ինքը իրան բռնաբարի վախից։ Հասկանում եք։ Իսկ հոգևոր աշխարհ այդ պլատֆորմայից հնարավոր չի գնալ։ Այդտիսեք հիմա ես դες մի հատ գաղափար ասեցի, չէ՞, որը ինքը այնպիսին է, որ նյութապաշտը ինքը այդ գաղափարը հերքելու է, ընդհանրապես չի զգալու այդ գաղափարի նրբությունը եւ դրանով անմիջապես փակելու է իր առաջ հոգևոր ճանապարհը։ Ես ուզում եմ, որ մենք հասկանանք ինչ էր ասում Հիսուսը, երբ որ ասում էր այդ ճանապարհը ինքը ասերի ծակի պես բարակ է։ Եվ ամեն մեկը չի կարող այդտեղ մտնել։ Հա, օրինակ եթե ես ընդհանրապես գոնե 5%-անոց ինչ-որ մի արդյունք ունեմ հոգևորի մեջ, ես դրա այդ արդյունքը ունեմ մի պատճառով։ Այն մի հատ հիմք է եղել։ Երբ որ ես ամենասկզբից ինքս ինձ համար որոշում եմ կայացրել, որ ես այս գաղափարախոսության մեջ ոչ թե միայն այս, ընդհանրապես, եթե ես ինչ-որ մի բան ուսումնասիրում եմ, ես միշտ ուսումնասիրում եմ վստահության տեսանկյունից։ Վստահում եմ այնքան ժամանակ, հասկանում եք, ինչքան ժամանակ, որ այդ վստահությունը ինքը բան է, արդարացված է։ Մինչև չարվի ինչ-որ այնպիսի մի բան կամ չհայտնաբերվի ինչ-որ այնպիսի մի բան, որը իմ վստահությունը կխափանի։ Բայց եթե ես հանկարծ վստահությունս կորցրեցի, այդ վստահությունը վերականգնելը ահավոր բարդ կլինի։ Հասկանում եք։ Եվ երբ որ դու գնում ես վստահությամբ, ասիկա ասում ես, հիմա ինձանից ինչ-որ մի հատ շատ հետաքրքիր բան է պահանջվում, որպեսզի ես անեմ իմ հետ։ Հիմա ինձանից պահանջում է, որ ես վստահեմ։
որ սա իրականություն է։ Եվ այդ նրբությունը ընկալելով, այդ նրբությունը հենց ընկալեցիր, քո համար նոր դաշտ է բացվում հասկացողության։ Չընկալեցիր, դու միշտ մնում ես Պրաբհուպադը մի հատ շատ լավ օրինակ ուներ։ Ինքը ասում էր կան կենդանիակներ, կներեք։ Ինքը ասում էր կան կենդանիակներ, որոնք իրենք վերցնում են մեղրի բանկա, ասեմ էլի կներեք, որոնք վերցնում են մեղրի բանկան, եւ սկսում են իրան լզել, որտեղ չեն գիտակցում, որ այստեղ բացելու տեղ կա։ Եվ իրանք լզում են ապակին, բայց վստահ են, որ գիտեն մեղրի համը։ Եվ կան կենդանիակներ, ում առաջ Գերագույն Աստվածածություն ասում է հայացքդ մի քիչ վերև բացատրու, այստեղ կափարիչ կա։ Հիմա ֆրացրու բացի։ Այս սա է մեղրը։ Հասկանում եք։ Եվ այդ քայլը, չէ՞, հիմա այստեղ շատ կարևոր է։ Եթե այդ քայլը մենք անում ենք մեզ դնելով կախվածության մեջ արտաքին աշխարհում ինչ որ ազնվորություններից, չէ՞, մենք դառնում ենք աղանդավոր։ Մենք դառնում ենք աղանդավոր եւ այդ քայլը երբ որ անում ենք, փոխարեն դա լինի այն նեղ տեղը, որտեղ մենք մտանք եւ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը սկսի մեր առաջ լրիվ ուրիշ կերպ արտահայտվել, դրա փոխարեն այնտեղ մեզ Գերագույն Աստծո ազնվորության փոխարեն սպասում է մի հատ հոգևոր կեղծարար, որը մեզ բռնում է տանում եւ օգտագործում։ Հասկանում եք, դրա համար այս ներքին տրամադրվածությունը, որ դուք հավատացիք, որ դուք փորձեցիք գնալ վստահության ճանապարհով, դուք այդ թեման ոչ մեկի հետ չեք քննարկում։ Հասկանում եք, որովհետև այդ վստահությունը, չգիտեմ ոնց ասեմ էլի, որ ճիշտ հասկացվեմ, ուշադիր լսեք ինձ էլի երեխեք ջան, այդ վստահությունը ինքը միայն Աստծունն է, միայն ինքն է, որ երբ որ դու անում ես այդ բանը, որ գնացիր վստահելու մի ինֆորմացիայի, որը նյութական տեսանկյունից, նյութական աչքերի համար, տրամաբանության համար ոչ մի կերպ բացատրելի չի, այդ դա, որ դու դա քո մեջ արել ես, պետք է իմանաս միայն դու եւ նա ում խաթր դու դա արեցիր, այսինքն դու եւ Աստված։ Եվ այդ արանքում կարող են լինել միայն մաքուր նվիրալները, ընդ որում, այս այստեղ պնդում եմ, նրանք ովքեր արդեն չկան, ովքեր ապրում են իրանց կրկերում։ Հասկանում եք, հենց որ դուք դա այս թեման քննարկեցիք որևիցե մեկի հետ, ուրեմն դուք իր համար դարձաք տրամաբանությունից զուրկ, անջատված բանականությամբ հիմարի մեկը, որին կարելի է օգտագործել։ Չեմ անում էլի պահը կարողացած ես բացատրել ինչի մասին է խոսքը։ Հասկանում եք, ինչի համար եմ ես ամեն ինչը խոսում, որովհետև Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը մանրամասը ցույց է տալիս Բհագավատամում, թե ինքը ինչպես է հայտնվել իր ծնողների մոտ, այսինքն Վասուդևայի եւ Դևակիի, ասվում է, որ մտավ իր Վասուդևայի միտքը, Վասուդևայի մտքից դուրս եկավ մտավ կնոջ միտքը, մտքից իջավ սիրտը, սրտից մտավ արգանդի մեջ, եւ հետո չծնվեց, այլ այսպես ամիջապես փորի մեջից դուրս եկավ։ Հասկանում եք, ուրեմն մենք պետք է հասկանանք, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը մարդկային տեսանկյունից սեռական հարաբերություններ չի ունեցել իր կնոջ կանանց հետ։ Իրանց հարաբերությունները այդ թագուհիները հավերժության մեջ հոգևոր աշխարհում իր կանայք են։ Հասկանում եք։ Եվ իրանց մեջ երբեք չի կարող լինի սեռական հարաբերության փորձ, որովհետև իրանց սերը ազատ է տրփանքից։ Հասկանում եք։
իմաստի տեսանկյունից տեղի ունենում սա։ Գերագույն աստվածավորությունը ինքը ղեկավարն է, ինքը գլխավոր վայելողն է։ Եվ երբ որ ինքը իմինը ամուսնանում է, այսինքն վերցնում է իր պաշտպանության տակ ինչ-որ կանանց, չէ, այդ բոլոր կանայք իրանք ինչ-որ սկզբունքներ են, որոնք ծառայում են 16000-ի չեմ կարող էլի բանանեմ, ասեք թվարկեմ, որտեղ այդ 16000 կանանց անունները ոչ միտեղ չի հիշատակվում։ Մի քանիսի դա կան, բայց այդպես որ բոլոր 16-ը չի հիշատակվում։ Դրա համար չեմ կարող այդ գործը անեմ, էլի։ Հա, բայց սկզբունքը մենք կարող ենք հասկանալ, հա, որ այդ կանայք իրենք նախատեսված են գլխավոր վայելողին, գլխավոր վայելքի ծառայության։ Եվ հիմա գերագույն աստվածավորությունը, երբ որ իրանց վերցնում է կնության, այսինքն պաշտպանության տակ է վերցնում, այդ միացությունից, այդ միացության պտուղը չի լինում վայելող պատճառողի, այսինքն ինքը աղջիկ երեխա երբեք չի ունենում, եւ սա տղամարդկային շովինիզմի հետ ոչ մի կապ չունի։ Գերագույն աստվածավորությունը ինքը տղամարդ չի, հասկանում եք։ Այն իմաստով, ինչ իմաստով, որ մենք ենք հասկանում տղամարդ բառը, ինքը տղամարդ չի։ Եվ գերագույն աստվածավորությունը, այո, ինքը գլխավոր վայելողի դերում է։ Եվ իրանից կարող է արտահայտվի միայն այդ վայելք ընդունողի սկզբունքներ։ Հա, այսինքն ինքը ցույց է տալիս, որ ինքը իր մեջ ամեն մի այդ վայելք պատճառող սկզբունքի հանդեպ, հա, ունի 10 ուրեմն ոնց ասեմ 10 կենտրոն, 10 կետ, որով ինքը այդ բանը վայելում է։ Իմաստի տեսանկյունից մենք սա ենք ստանում։ Որպես պտուղ դինում է միայն այստեղ պատահական չէր էլի, որ Թավան ասեց իրանք բոլորը նման էին իրան։ Հա, այսինքն նույնպես երանություն ստացող էին, նույնպես երանությունը կարևորող էին։ Միշտ հիշում ենք սեռական հարաբերությունները այնտեղ չկա։ Հասկանում եք, եւ այո, իհարկե, նյութական աշխարհում, որտեղ Թավան ինքը արդեն այսպես էլի հողակցվել է այս աշխարհի մեջ, չէ, եւ ինքը աշխարհը տեսնում է որպես հաջորդական, չէ, այդ զուգահեռ սկզբունքը տեսնել է նյութական աշխարհում, իրականում այո, կա այդպիսի մի հեղինակություն Վիշվանաթ Չակրավարտի Թակուր, ինքը ես իր հետ լիովին համաձայն եմ, ինքը ասում է ամենամեծ միստիկական հնարավորությունը, որը ցույց է տալիս գերագույն աստվածավորությունը, դա բանն է, ասեք, դա նա է, երբ որ ինքը նյութական աշխարհ է բերում հոգևոր աշխարհի սկզբունքները։ Հա, եւ հիմա պիտի ցույց տա հոգևոր իրականությունները տրանսֆորմացիա արած նյութական էներգիայի միջով։ Սա ֆանտաստիկ բաներ է պահանջում, էլի։ Տաղանդներ, եթե կարելի է այսպես ասել։ Եվ Թավան ինքը այսպես հմայված հիշում է գերագույն աստվածավորության այդ սխրագործությունը։ Եվ այսօր այսքանը, սիրելիներս, եւ արդեն մնացածը կքննարկենք վաղը։ Ստեսություն ձեզ։